Առաջին հերթին ցանկանայինք տեղեկանալ, դուք պատրաստվում եք մասնակցել արդյոք թիմերի առաջնորդների բանավեճին։ Ես արդեն ոնց որ հայտարարել եմ, եթե չեմ սխալվում, հանրային եթերում, ֆորմատը բովանդակային քննարկում հնարավոր չունենալ 19 հոգու մեջ եւ այդ ֆորմատով։ Իսկ երևի նկատել եք մեր քարոզարշավը հիմնականում բովանդակային է, պատճառը միայն դա է։ Նաև Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ պատվիրակությունները աշխատում են եւ արդեն Վարդերի ու Բանջարյանի առաջին խմբականակը ձմեռով ուղևորվել է, բայց չի նշում թե ուր, ասում է, երբ որտեղ կհասնեն կնշենք թե որ երկիր, ինչ եք կարծում, որ երկիր եւ ինչու է դա գաղտնի պահում, որն է իմաստը դա գաղտնի պահում։ Ստախոսության չեմպիոնը հերթական անգամ փորձում է մարդկանց ուղղակի խաբել։ Անհնար է։ Եվրոմիություն գյուղարտադրանք տանելու համար կրկնեմ այդ միտքը լուրջ ընթացակարգերի հարց կա, սերտիֆիկացման հարց կա եւ սա ուղղակի տարիների հարց է։ Խոսում եմ այն լեզվին ատարից։ Եթե այնուամենայնի ինչ-որ ուղղությամբ Չկա այնուամենայնիվ կարող է ինչ-որ ուղղությամբ գնացել է, ինչ-որ մի ֆորմ ինտեղ մեկը բիզնեսով պայմանավորվել է, օրինակ տանեն այլ երկրի բանով, սերտիֆիկատով փորձ են ներմուծել Ռուսաստան, կարող է փորձ են դա անել, բայց դա երկար կյանք չի ունենալու, մեծ ծավալներ չի կարող լինել։ Օրինակ տանեն Վրաստան, փորձ են Վրաստանում թղթերը փոխել եւ որպես Վրաստանում աճեցրած ծաղիկ արտահանել Ռուսաստան, բայց մեկը ինքը արդեն հարկման տակ է հայտնվելու, որտեղ ԵՏՄ-ից դուրս է։ Նման ինչ-որ տրյուկեր կարող է փորձեն մեկ մեքենա, երկու մեքենա, բայց մեկը սա հեռանկար ուղղակի չունի։ Եվ Փաշինյանը այսօր ակնարկելով Ռուսաստանին ասել է, որ մենք 100 միլիոններով փող էինք տվել, որպեսզի զենք ստանանք եւ այդպես է չենք ստացել։ Եվ հիմա այդ պետությունը պահանջում է, որ մենք ՀՀ-ից շահերի դուրս գործողություններ կատարենք։ Ուրեմն գյուղատնտեսությունը սեփական զարգացնելը դա ՀՀ-ի շահերից դուրս է, թե ներս է, ես հիմա մի քիչ լավ չհասկացա։ Միգուցե նա հենց հանրակրվեի մասին է ԵՄ եւ ԵԱՏՄ հանրակրվեի, որը Վլադիմիր Պուտինը պահանջում է։ Ըստ էության սա վերջնագիր է եւ շատ պարզ ասում են, հիմա դուք եթե այստեղ եք, եթե այնտեղ եք, բայց ձեր ճանապարհը դեպի Եվրոմիություն մենք պատրաստ չենք ֆինանսավորել, սա է ասում Ռուսաստանը։ Բայց ասում է 100 միլիոն մենք գումար ենք տվել եւ մեր Տեղակ չեմ, ընդհանրապես ինքը հեքիաթներ է պատմում իբրև ծախսված զենք զինամթերքի վրա գումարների մասին, ուղղակի հեքիաթներ են։ Այդ մարդու ոչ մի բառի հնարավոր չի հավատալ։ Ուղղակի տեսակն է այդպեսինը, այս պահին ինչ որ մի բան ասի, ասենց իր կրուցիտներով մի բան ասի տակից դուրս գա։ Որքանով եք հավանական համարում, որ հնարավոր է Ռուսաստանին տային 100 միլիոն եւ չստանային զենք։ Ընդհանրապես տեղակ չեմ, թե ինչի մասին ենք խոսում։ Ընդհանրապես տեղակ չեմ։ Եվ համոզված եմ, որ սուտ է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։